տեսնում եք։ Ու սկսած նման նպատակներից վերջացրած տարբեր գեղարվեստական զարգացման հուշանվերների եւ այլն։ Նույնիսկ կոսմետիկան, եթե մանիկյուրի լաքի հետ խառնանքի եղունգներին ցնել էլի լույս կտա։ Բայց կարող է գիշերը մարդիկ տեսնեն լույս տվող եղունգներ ու վախենան, որ ստանալ սա։ Այո։ Կոնկրետ սրա վրա ընդհանրապես ինստիտուտը գոյություն ունի 40 տարուց ավել, այսինքն մարդիկ այն 40 տարվա փորձը որ օգտագործում են, հետո ասել կարողանում են 1-2 տարի միջև ստեղծել։ Դա չի նշանակում, որ կարա նոր մարդ նստի ու 1 տարում կամ 2 տարում ստեղծի նման բան։ Դրա համար կոնկրետ այս նյութերը, որը տեսնում եք, 2-2.5 տարվա ընթացքում տեխնոլոգիան մշակվել եւ շարունակում է դա կանգնեց աշխատանքը։ Տարբեր գույներ կա, տարբեր ասենք ինտենսիվություն լուսատվության։ Հիմա արդեն վերջին նմուշները որ ստացել ենք 36 ժամ են ապահովում լուսատվություն, սրանք 10-12 ժամ էին։ Այսինքն դեռ անվերջ պրոցես է դա աշխատել։ Բացի դրանից աշխատում ենք տարբեր գույների վրա, տարբեր լույսային գույների։ Եվ բացի դրանից իմաստը ինչու՞մն է, եթե սա որպես ասենք թե նշաններ հրդեհի բանի ժամանակ ինչ-որ մեկի կյանքն է փրկի, հաշվենք, որ իզուր չենք աշխատում։ Շատ տխուր դեպքեր կան կյանքում, օրինակ ասենք ակումբներում կամ ինչ-որ միտեղ եթե հրդեհ է լինում, նման նշանները կարող է շատ մարդկանց կյանք փրկել։ 4 կողմը մութ, չգիտի աճ գնացը։ Ու հարցնա, որ այդ իրավիճակների ժամանակ ուղղակի շենքերը հոսանքազրկում են։ Դրա համար ցանկացած ուրիշ դրված նշաններ, որոնք լուսավորվում են, որևէ լույսի աղբյուրով չեն երևանում։ Այսա կարող եք տեսնել ճանապարհը, ցերեկը եւ գիշերը ոնց է երևում։ Դեռևս որևէ տեղ Հայաստանում սա չի կիրառվում, հա, փաստորեն։ Ոչ, փորձնական։ Բացի հուշանվերներից առայժմ չի կիրառվում, մոտակա կիրառության ուղղությունների երևի կամ ճանապարհային նշաններն է, կամ արտակարգ իրավիճակների համար համապատասխան ազդանշաններ։ Հիմա օրինակ Ռուսաստանում արդեն օրենք էլ է մտցված, որտեղ պարտադրում են որ ունենան նման նշաններ։ Մեր մոտ առայժմ պատին գոնդել պետք է կրծված է էվակուացիայի սխեմա, բայց որ ասենք թղթի վրա պրինտերով տպած սխեմա է, եթե լույսը հանդերձ մարդիկ չեն տեսնում այդ սխեման։ Իսկ նման բաները, որ ցույց տա ելքը որտեղ է, նորը որտեղ է, որ կողմ էվակուացիա, դրանք կոնկրետ ժամանակ երևան։ Ինչ նյութից է կիրառը, եթե կարելի է գաղտնիք մի քիչ բացել։ Գաղտնիք չի, նյութը Ավ եւ ավազ։ Ոնց ասեմ, ոչ մասնագետի համար անունը բան չի ասել, ասենք շպինելանման ալյումինատային միացություններ են, դա բարձր ջերմաստիճանային միացություններ են, ի տարբերություն ավանդական լումինաֆորների, որոնք սուլֆիդներ են հիմնականում, նրանք ջերմակայունություն չունեն։ Օդից, խոնավությունից, օդի մեջ եղած գազերից շատ շուտ թունավորում են, ու հետո նրանք շատ կարճ լուսատվություն ունեն, կես ժամում մարում են։ Իսկ սա այս նյութի հալման ջերմաստիճանը 2500 է։ Այսինքն սա ինչ հրդեհել ունի, այս նյութը չի վառվում։ Չէ, եթե թուղթը կվառվի, որի վրա ինքը կսած է, բայց եթե օրինակ ինչ-որ քարի վրա նստացնել, այ ոնց որ դուք տեսակ ես քարի վրա։ Թե ինչ-որ ձևով նստացնել այս նյութը առանց օրգանական լաքի, սա ինչ-որ լակով է, չէ՞ կրծրած։ Հիմա եթե օրինակ եղունգի լակի հետ խառնեք, քսեք բարձր, եղունգի լակը կվառվի, բայց կան ասենք ոչ օրգանական կապակցողներ, որոնք կարելի է քսել, դա ընդհանրապես չայրվի։ Այսինքն կարելի է քարի պատի վրա անել նշան, որը նույնիսկ ուժեղ հրդեհի դեպքում շակի դուրս չգա։ Այդ իր լուսատվությունը կմնա։ Իսկ ժամկետը որքան է? Ժամկետ, այսինքն որքան։ Ունի ժամկետ։ Ժամկետը լույս տալու ժամկետ։ Այո։ Լույս տալու ժամկետը 12 ժամ, իսկ աշխատելու ժամկետը 200 տարի։ 200 ասում, որովհետև ավել չի փորձել։ Բայց սկզբունքորեն չի սահմանափակ։